Ամրուլ լրատվականի տեղեկությունների համաձայն դատանի որոշմամբ ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած 32-ամյա երիտասարդի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է։ Ամրուլ լրատվականը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Երևանի վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Ռաֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։ Ըստ Ամրուլ լրատվականի տեղեկությունների դուրավար շիշը նետած քաղաքացի Ռաֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք էր տվել բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով եւ հիասթափությամբ։ Նա նշել էր, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը եւ իր համոզմամբ հասարակության մեջ առկա է անտարբերություն եւ լռություն այդ հարցի շուրջ։ Մանդալյանի խոսքով իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ բոլորը անտարբեր չեն։ Նրա նպատակն է եղել կոտրել իր ձևակերպմամբ հասարակական լռությունը եւ ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատված մտահոգված է երկրի ապագայով։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված ահաբեկչության քրեական վարույթի շրջանակներում 32-ամյա երիտասարդը կալանքի տակ էր մարտի 6-ին, նրա կալանքը 2 ամսով ևս երկարաձգվել է, նա գտնվում է Նուբարաշենի բանտում։ Կհետևենք հետագա քննության ընթացքին։